Սիրան Սեզա, իրական անունը Սիրան Զարիֆյան Քյուփելյան, հայ արձակագիր, հրապարակախոս և խմբագիր։ Ծնվել է 1903-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայտնի բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի քույրն է։ Նախնական կրթությունը ստացել է Պոլսի աղջկանց անգլիական վարժարանում, այնուհետև Ատաբազարի օրիորդաց Գալաֆյան բարձրագույն վարժարանում։ Պոլսի ամերիկյան միսիոներների հիմնած Ռոբերտ Քոլեջն ավարտելուց հետո նպատակ է դնում մեկնել Ամերիկա ուսումը շարունակելու։ 1922-ին քեմալականների հայտնվելուց հետո Սիրանի ընտանիքը տեղափոխվում է Բեյրութ։ 1926-ին Սեզան ամուսնանում է դաշնակցական գործիչ Ալեքսանդր Մարգարյանի հետ, ում աջակցությամբ էլ 1929-ին վերջապես մեկնում է Միացյալ Նահանգներ և 30-32 թվականներին փիլիսոփայություն սովորում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ Ստանում է արվեստի մագիստրոսի կոչում ու չնայած դասախոսների հորդորներին մնալ Ամերիկայում, վերադառնում է Բեյրութ։ Այստեղ 1932-ին հիմնում է երիտասարդ հայուհի հանդեսը։ Որոշակի ընդհատումներով, բայց ընդհանուր առմամբ 16 տարի լույս տեսած հանդեսում Սեզան մշտապես անդրադառնում էր հայապահպանման խնդրին, կարևորում հայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակման հարցում, ինչպես նաև պայքարում էր կանանց իրավունքների համար։ Սեզան մեծ դեր է խաղացել, որպեսզի Լիբանանում կանայք ընտրելու և խորհրդարանում ընտրվելու իրավունք ստանան։ Այսպիսի հարցերի Սեզան անդրադարձել է նաև իր գեղարվեստական ստեղծագործություններում, որոնցից են «Պատնեշը» և «Մեղավորուհին» պատմվածքների ժողովածուները։ 1967-ին մշակութային և դաստիարակչական գործունեության համար Լիբանանի նախագահ Շարլ Հելուն Սեզային պարգևատրում է արժանյաց կարգ շքանշանով։ Սիրանը չնայած իր բուռն գործունեությանը չէր մոռացել նաև կյանքից վաղաժամ հեռացած եղբոր Մատթեոս Զարիֆյանի գրական ժառանգության մասին։ Նա հավաքում է այդ ժառանգությունը և ամփոփում ամբողջական գործեր ժողովածուում։ Սիրան Սեզան կյանքից հեռանում է 1973-ին Բեյրութում։ Մաշված մեդաքսի նման ձվեն թափելու վրա է մեզ հայությունը։ Եվ ով պիտի գրնա նոր ու շքեղ պատմուջան մահակցնել գրկին։ Ով պիտի գրնա հիշեցնել հբարդությունը պատմական անցյալին։ Ով պիտի գրնա ուժեղ ցերկով նոր արժեքներու, նոր հաղթանակներու դանիլ, եթե ոչ հայ կինը։